Ես հենց հիմա միայնակ գտնվում եմ Սևանի մեջտեղում, որտեղ այսօր անցկացնելու եմ մեկ գիշեր։ Ես գտնվում եմ ափից 5 կիլոմետր հեռավորության վրա, միայնակ Սևանի մեջտեղում, Փչովի ներքնակի վրա։ Խնդիրը հասնել մինչև ափ։ Կապ։ Չէ, բանի տատակա չենք բռնում, ամեն ինչ նորմալ է։ Ամեն ինչ նորմալ է։ Մատրասը ծակվել է, ախպեր, եկեք շուտ։ Օգնեք։ Տենում եք։ Դուք երևի կմտածեք, որ ես խենթացել եմ, բայց ոչ, ես ուզում եմ փորձել իմ սեփական ուժերը։ Եկեք պատկերացնենք, որ ավիավթարից հետո ես կարողացել եմ ողջ մնալ ու գտնվում եմ բաց օվկիանոսում Փչովի ներքնակի վրա։ Որքան են շանսերը, որ ես կկարողանամ հասնել մինչև ափ, որ ողջ մնամ։ Եկեք ստուգենք։ Սևան, ժամը 17:00։ Դու ջուրը լցնում ես բաժակի մեջ եւ ջուրը դառնում է բաժակ։ Լցնում ես այն թեյնիկի մեջ եւ այն դառնում է թեյնիկ, լցնում ես շեշի մեջ եւ այն դառնում է շիշ։ Ջուրը կարող է հոսել կամ կործանել։ Եղիր ջրի պես, ընկերս։ Ինչ բարև բոլորին, ձեզ հետ է Միկա Թանգյանը եւ այսօրվա վիդեոն ձեզ հաստատ դուր կգա։ Մի պահ պատկերացրեք, որ ես միայնակ մատրասի վրա Սևանի ամենախորքերում պետք է անցկացնեմ մեկ գիշեր։ Դուք պատկերացնում եք այդ ռիսկի մակարդակը եւ թե ինչ սարսափելի է լինելու։ Նաեւ մեզ մոտ լինելու են ռացիաներ, որպեսզի ես տղերքի հետ հաստատեմ կապ եւ եթե հանկարծ ինձ հետ մի բան տեղի ունենա, ես ասեմ աշ, եկեք փրկեք։ Հուսանք, որ ոչ մի բան չի լինի ու ամեն ինչ կանցնի նորմալ։ Հուսալը լավ բան է, բայց այստեղ կա մեկ շատ կարևոր բան։ Եթե հանկարծ մատրասը ծակվի կամ սկսի թսկել, տղաները շատ քիչ ժամանակ են ունենալու։ Դրա համար այսօր նրանք չեն լինելու հասարակ նավակով, նրանք լինելու են Lamborghini Super Jet Car-ով։ Yeah, uppercut, punches got him busting up. Potion in his double cup, liquor got him buttered up. Yeah, shitting on my competition. Every track is like I got bubble guts. Fast life, buckle up. Yeah. Ես ահա որ եմ լարվում, ես ում հարցրել եմ, ասել եմ վիդեոյի միտքը, ինձ բոլորը ասել են, որ Միկա ջան չարժի նմանատիպ բան անել, Սևանի ջուրը քաղցրա համա, սենց նենց կխորտակվես, մատրասը կծակվի, բայց սիրելի ընկերներ, Միկա Թանգյան YouTube-յան ալիքում դուք կարող եք դիտել նմանատիպ ռիսկային եւ վտանգավոր վիդեոներ։ Քել Այս հրաշքը անհրաժեշտության դեպքում ինձ հաշված րոպեների ընթացքում կփրկի։ Դրա համար մենք հասարակ նավակ չենք վերցրել, լուսաբարձ ռեզորտում կա նմանատիպ Super Jet Car, որով կարող եք նաև դուք պատտվել։ Լինքը կգտնվի նկարագրությունների բաժնում, իսկ այստեղ դուք կարող եք տեսնել նրանց հեռախոսահամարը։ Հավատացեք, շատ մեծ հաճույք կստանաք պատտվելով նմանատիպ Super Jet Car-ով։ Ինձ մոտ ընդհանրապես հեռախոս չի լինելու, հեռախոսը տվել եմ տղերքին, միայն ռացիա է ինձ մոտ լինելու, կամերա եւ լույս։ Հիմա մի քիչ լարվում եմ, բայց ինձ ամեն ինչ բարեհաճող կանցնի։ Գնացինք։ Սիրելի ընկերներ, մենք շարժվում ենք դեպի Սևանի խորքեր։ Գնացինք։ Ըստ մոտավոր գնահատականների, Սևանա լճի ժամանակակից պատմության ընթացքում այնտեղ խորտակվել է մի քանի 100 մարդ, իսկ ավելի կոնկրետ 300-ից 500-ը։ Սիրելի ընկերներ, ահա որ ալիքոտ է հենց հիմա Սևանում, շատ ռիսկային է, ես հուսամ իրոք շատ վտանգավոր վիդեո, հուսամ որ ամեն ինչ նորմալ կանցնի։ Հիմա մատրասը իջացնենք Սևան ու ահա որ քամի է, չգիտեմ ինչ ենք անում, ինչի համար ենք անում, բայց օրը կողոն գնեմ վրից։ Անհնար բան չկա այս կյանքում, տոշնյա։
Սիրելի ընկերներ, նաև իմ մոտ ունենալու եմ նմանատիպ բան, որ փորձեմ միայնակ հասնեմ դեպի ափը։ Չգիտեմ կստացվի թե չէ, բայց փորձելու ենք։ Սան մեջն է։ Ռացիան մեջն է։ Այդ մեծ Ինչ ենք անում։ Բաս մի հատ ռացիայի ստուգում ենք անում։ Այ, Աշ ինձ լսում ես։ դու լսում ես։ Հա, ես քեզ լսում եմ։ Շատ վախենալու է, սիրելի ընկերներ, ուղղակի չեք պատկերացնի։ Վերջ, տղաները գնացին։ Տեսնում եք իմ հետևում տղերքը գնում են։ Գնացին։ Իրականում փորձում էի տղաներին ցույց չտալ, որ վախենում եմ կամ լարվում, բայց իրականությունը այլ էր։ Միայնակ Սևանի մեջտեղում մնալը, հավատացեք, հոգեպես շատ բարդ խաղ է, իսկ բոլոր խաղերը ունեն սկիզբ եւ վերջ։ Աշ, կապ։ Ինչի՞ չէիր լսում։ Եկե։ Լավ, օքեյ։ Օրը շուր էի գալի, հորս սարևես ոտս։ Նորմալ է, գնացեք հանգիստ։ Ընդհանրապես նորմալ չի։ Սարև շուր էի գալի համարյա, մի հատ խնդրում եմ։ Ստեղ նայեք։ Օրայս ալիքները, բայց շատ վտանգավոր են։ Բարեկներ են գալի, ուշադիր էլի հետևից ես։ Հա, թողան պարեկները։ Մի կողմից շատ հետաքրքիր էքսպերիմենտ է, մի կողմից շատ վտանգավոր, իսկ մյուս կողմից չարժե նման բան անել, մամ կներես, եթե այս վիդեոն նայում ես, որտեղ մաման ասեց հանգարց նմանատիպ բան չանես։ Ուրեմն սիրելի ընկերներ, իմ մոտ կա, ինչպես հիշում եք, նմանատիպ բանով պետքա փորձեմ մոտիկանամ ափին, չգիտեմ դա ինչքանով կստացվի, կոլնի գնացել են, տեսեք ստեղ, օրոյս ինչ ալիք էր, ստեղ ընդհանրապես մարդ չկա, ես միայնակ եմ, տեսեք, տեսակ, ես միայնակ եմ։ Բայց գիտես, այս բանի ես գյուղի չեմ տենում վավշե։ Լուրջ ափից ընդհանրապես չեմ երևում։ Ես քեզի ոչ մի տիպի չեմ գաղում գտնեմ։ Դու բա պատկերացրա, որ մութ լինի ինձ ոնց ես գտնելու։ Ամենասարսափելին այն է, որ տղաները ափի վերևի դիտակետից նայում էին Սևանին եւ չէին կարողանում գտնել ինձ։ Երևում էր միայն ջրային պատրուղը։ տենում ես։ Ինձ թվում է դες ու դեկարնի այդ ձետ այս What Ձևը։ Կապ Շորտ քամին գնալով ուժեղանում, հա, ու իրոք բան եմ ասում, շատ վտանգավոր է։ Հուսանք Սևանում ակուլա չի լինի։ Ցույց տամ, թե ինչ կա իմ պայուսակում, տեսեք, խնդրեմ, պայուսակն է, անձեռոցիկ, լույս, եւ չգիտեմ ինչի տղաները կրակայրի չեմ դրել, երևի որ սենց վառեմ իրան գան, բայց դժվար, օրոյս ինչ ալիք է։ Բաժանորդագրվեք Միկա Թանգյան YouTube-յան ալիքին։ Իմ մեջքի հետևում գտնվում է երկու ճանապարհ, ասֆալտապատ եւ դեպի Սար բարձրացող, որ ճանապարհով է ավելի ապահով գնալ։ Դուք երևի կպատասխանեք ասֆալտապատ եւ շատ ճիշտ կլինեք, որովհետեւ նույն սկզբունքով աշխատում է Game Check-ը։ Game Check-ը ստուգում է այն բոլոր կայքերը, որոնց վրա դուք կասկածում եք։ Երբ դուք մուտք եք գործում կայք կամ խաղ եւ չեք հասկանում, արդյոք իսկական է այդ կայքը եւ խաղը, այդ ժամանակ ձեզ օգնության է հասնում Game Check-ը։ Երբ Game Check-ը ստուգում է կայքը կամ խաղը, նրա ներքևի բաժնում հայտնվում է նմանատիպ Game Check Cell կոճակը, որը հաստատում է, որ խաղը օրիգինալ է։ Իսկ առանց այդ կոճակի կայքը ունենում է նմանատիպ տեսք։ Game Check ունի նաև շատ գեղեցիկ եւ հարմարավետ ինտերֆեյս, որի շնորհիվ քեզ շատ հարմար կլինի գտնել յուրաքանչյուր նախընտրած տարբերակ։ Անպայման հենց հիմա բոլորովս բաժանորդագրվում են Game Check-ի Telegram-յան ալիքին, որովհետև այնտեղ շատ հաճախ անցկացվում են թույն խաղարկություններ։ Իդեպ ասեմ, որ առջևում շատ վտանգավոր է լինելու։ Մի խոսքով սիրելի ընկերներ, ինչպես տեսնում եք,
Արա տակից ձկներին տեսնում եմ, ժողովուրդ երթվում եմ։ Մենակ թե չծակեն, բայց մատրասը բան չանեն։ Ահա որ վտանգավոր այս կադրը հատուկ այսպես պահել եմ մեծ, որ դուք տեսնեք, ուր եմ ես ընդհանրապես գտնվում, ափ չկա, ափ չի երևում, ընդեղ շատ հեռվում է։ Ինչ անենք, ահա այս սրանով փորձենք մի քիչ։ Օրը, ըհը։ Եկեք փորձենք սրանով, բայց շատ ուժեղ քամի է, ու այս ոնց թեքվեցի նայեք, խնդրում եմ ժողովուրդ։ Շատ վախենալու է, եկեք քամին նայեք, նայեք քամին ոնց այս փեդը տանում։ Օրա տարավ փեդը։ Ժորդ Սևանի ջուրը։ Օրա այս ինչ ալիքներ է, մի հատ նայեք։ Մի հատ լես ալիքները նայեք, ժորդ խնդրում եմ։ Արա ինձ թվում է, թե էսի թսկում է, հորա սարև։ Արա այս ինչ անում ալիքները, արա։ Արա գիտեք ինչ ալիքներ է, մատրասը հանում է հոտ ու ինչ ացնում է այդ լևի։ Ապե դու ոնց ես դե вообще մնում, ես չեմ հասկանում։ Ապե մենք Սարեսան հանգիստ ենք, չէր վսյոտիկի մենք գանք քո հետևից, քեզի հետ բերենք ապ։ Չէ, ես տեղ պետք է գիշերը անցկացնեմ, ես այդ փորձությունը պետք է անցնեմ։ Իրականում, երբ որ նման տեղ ես գտնվում, միայնակ բոլորից հեռու Սևանի մեջտեղում, մտածում ես միայն մեկ բանի մասին, որ ամեն ինչ լավ լինի ու Օրայս ինչ ալիք էր, հորը սարև։ Բայց ուզում եմ եւս մի շատ կարևոր բան ասել, այս ալիքները ինձ օթերով են հանում, բայց ես ուզում եմ իրոք մի կարևոր բան ասեմ, որ ես ձեզ ունեմ, իմ բաժանորդներին, որոնց հավատացեք անչափ սիրում եմ ու անչափ ուզում եմ մաքսիմալ նենց կոնտենտ նկարեմ, որ այդ կոնտենտը ձեզ դուր գա, դուք այդ կոնտենտը հավանեք ու հաճույքով նայեք։ Ես շատ տարբեր կոնտենտներ կարամ անեմ, որոնք ինքներդ եք հասկանում ինչ անհետաքրքիր կլինեն, բայց ես չեմ ուզում դա անել։ Ես ուզում եմ այսենց հետաքրքիր կոնտենտներ անեմ ու նմանատիպ էքստրեմալ, որ դուք միշտ հիշեք, որ Միկա Թանգյանը նկարել է հետաքրքիր կոնտենտ։ Իսկ ես ձեզ գնահատելով չեմ կարա ուրիշ կոնտենտ նկարեմ։ Ապրեք, որ ինձ հետևում եք ու ապրեք, որ Միկա Թանգյան յութուբյան ալիքի մի մասնիկ եք։ Սիրում եմ ձեզ ու հպարտ եմ, որ դուք Միկա Թանգյան յութուբյան ալիքի բաժանորդն եք։ Մենք մի ընտանիք ենք։ Ինչ ա եղել։ Okay, I'm out. Հա, ջան, ապրես օքեյ, բայց իրոք ալիքները դու չես պատկերացնի ինչ մեծ են, շատ մեծ են։ Էքսպերիմենտից 1 ժամ անց։ Որոյս ինչ էր։ Ժորդ երթվում եմ հենց նոր մատրասի տակից այսպես խփոցի ձեն լսեցի։ Ձուկ էր, ինչ էր, ժողովուրդ, չգիտեմ, բայց այսպես ոնց որ թե ծակ էր, լնեք ինչ անում, լնեք ինչ անում մատրասը։ Օրը որ ջրի մեջ նայում եմ, անկեղծ բան եմ, ասում եմ մոտ նենց տպավորությունն է, որ սաղ ձուկ է տակը։ Ուրոլ ինչ ալիքներ անում ժողովուրդ, որ դուք պատկերացնեք, որ մենք ափին մոտիկ էինք, սենց ալիքներ ընդհանրապես ընդեղ չկար։ Դե բա Սևանի մեջտեղն եմ, ինչ եք ուզում եք սենց ալիքներ չլներ, ինձ ալիքները իմ մոտ նենց տպավորությունն է, որ ինձ տանում է դեպի ափ, բայց ես ընդհանրապես չեմ մոտիկ անում ափին։ Ինչպես տեսնում եք, արդեն կամաց մթնեց, իմ մոտ լույս կա, շուտով լույսը կմիացնեմ։ Արես ծոտերը մենակ չմտածեն, ես ձուկ եմ ուտել։ Մի խոսքով շուտով լույսը միացնելու ժամանակն է գալու ու մտցնում է ու ամենավատը այն է, որ տղերքը պետք է ինձ մթության մեջ գտնեն։ Դա այն, որ հուսամ ես փոքր լույսը, որ միացնեմ, կտեսնեն։ Օրելի ժողովուրդ։ Լուրջ եմ ասում, մատրասից հենց հիմա տակից խփում են։ Արես ձկները ինչ են կպել մատրասին։ Արես ինձ թվում է, թե մատրասը թսկում է։ Արա։ Ապե սպասեք, էլի մի րոպե սպասեք։ Կապ կտա։ Արա ժողովուրդ այս մասից ստեղից ենք իրան փչել։ Ու հենց հիմա տեղից ոնց որ այսպես ձեն գա։ Մի հատ լույս վարի ապել։
Այս ափի մոտից դրսի օբյեկտից տենան կնկարենք այդ լույսը փորձենք։ Արա անգեր էսի թսկում է, բայց հələ մի րոպե հորս Սարև էսի թսկում է ախպեր։ Արա թե ինձ ա թվում հորս Սարև։ Արա ժողովուրդ գիտեք ինչի ա տենց տպավորություն, այս նստելու ստեղը, որտեղ ես նստած եմ մեջտեղում, ինքը ավելի ներքև ա դեպի իջել, ես որ նստած է ինքը ավելի ձիգ էր։ Ու հիմա դեպի ավելի ներքև ա իջել։ Մենք մի հատ լույս վարի, մենք շուտ ափից փորձենք հասկանալ, էլի ուղտեղ է։ Լավ, վարում եմ։ Այս լույսն այսինց բարձրացնեմ։ Մի հատ վաղի։ Մի հատ միացրա լույսը։ Ապե լույսը վառեցի, ցույց տվեցի, չտեսաք։ Վարած պահի ախպեր։ Չեմ կարա երկար պայեմ, համ նկարում եմ, համ պահում եմ։ Վիկ ջան, մյուս երկրորդ լույսը միացած պահի մինչև կապ չտամ քեզի։ Լավ էսա փորձեմ։ Սենց պահենք ժողովուրդ։ Իրոք բան եմ ասում։ Ահա որ լարված եմ։ Հենց հիմա վաղել ես դու։ Հա բա ինչ եմ արել։ Այդ պահի Կապ։ Ժողովուրդ էս ինչա կատարվում։ Այս մատրասը ախպեր բանը անում, արա չեմ ջոգում, հորս Սարև։ Արա մենակ թե պանիկ ատակա չբռնեմ, լուրջ եմ ասում, էդի այդ ամենաահավոր բանն է, խնդրում եմ մենակ պանիկ ատակ չլինի, էլի։ Հանգիստ ամեն ինչ նորմալ է, չենք խորտակվելու, չենք ընկնելու, սաղ լավ է լինելու։ Ժողովուրդ լույսը վառելու ժամանակը եկավ իմ լույսը, որ իմ վրա պետքա լինի։ Սիրելի ընկերներ, մեջքը սկսեց ահավոր ցավալ, ահավոր մութ արդեն էս պահին։ Որ այս ինչ ալիք է գալի, նայեք։ Որ այս ինչ ալիք է, էսի շուռ է տալու։ Օրո, ժողովուրդ այս ինչ ալիք է սկսեց։ Հələ մի հատ նայեք, խնդրում եմ, ահավոր ալիքներ սկսեցին։ Չէ, պանիկ ատակա չենք բռնում, ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ նորմալ է։ Ձեզ վատ է երևում, որտեղ լույսը չեմ կարում նորմալ դնեմ, բայց դե ինչ արած էս է, տեսեք ինչ մութ է, այս կամերան ուղղակի գիշերով շատ լավ է նկարում։ Որ այս ինչ էր, որ այս ինչ ալիքներ է։ Երդվում եմ կամերով երևի թե չեք տեսնում, բայց ահա որ քամի է հենց հիմա ու ահա որ ալիքներ։ Ժողովուրդ ահա որ մութ է, այս լուսնից է զուտ լույս գալի։ Օրա, ის ինչ անում։ Օրա, չեմ կարում կամերան հենց հիմա իջացնեմ։ Ասեք, օրա, հենց նոր հորս Սարև մատրասին մեկը խփեց։ Էլի տակից խփեց, արա այս մատրասը հեսա թսկելու է ժողովուրդ։ Արա շատ վախենալու է, դուք չեք պատկերացնի ժողովուրդ, դուք ուղղակի չեք պատկերացնի, թե ինչ վախենալու է այս ամենը։ Համ վախենալու, համ էլ իրականում հիշելու բան կլինի հետո։ Բան չի լսվում, ապեր, բան չի լսվում։ Ժողովուրդ կամերան դրել եմ, որ դուք ալիքը տեսնեք։ Օրո! Արդեն լավ մտցնել է, կոնկրետ մութ է ու առանց լույս չի լինի։ Սևանում նկարահանումների ընթացքում շատ կարևոր է այն վայրը, թե որտեղ դու կապրես, եւ ոչ միայն նկարահանումների ժամանակ։ Մենք հենց հիմա գտնվում ենք Սևան քեմփում, որտեղ ամբողջությամբ վրաններ են եւ շատ հաճելի միջավայր բնակվելու համար։ Իդեպ եկեք Սևան քեմփը նայենք նաեւ գիշերային տեսարանով։ Իսկ այս տեսքը նա ունի գիշերով, ուղղակի հիանալի տեսարան, հիանալի վայբ հանգիստը անցկացնելու համար։ Ասեք, որ գեղեցիկ է։ Բոլոր տվյալները կգտնվեն նկարագրությունների բաժնում։ Աշկապ, լսում ես։ Արա էսի թսկա, ախպեր, всё, էսի ժողովուրդ։ Էսի չասան։ Աշկապ, Արա անտենանել ենկոմ եմ դեպի պահում ժողովուրդ չի լսում։ Աշկապ, թսկում է, ծակվել է։ Հորս Սարև։ Թսկում ախպեր ես նավակը, ինչ ասեմ, էսա, գնում ենք Սևանը, արա խիչի բռնում, լսում ես, կապ, լսվում,
Հարա ժողովուրդ երթում եմ թսկում այս նավակը, հենց հիմա ես մտել եմ արդեն իրա մեջ կոնկրետ, հեսա ինքը պոլնի թսկելու է։ Ախ, ես ոտս ոնց ա դմբրել։ Արա եկեք, խնդրում եմ, արա։ Աշկապ, լսում ես։ Լսում եմ, օքեյ։ Շուտ եկեք, աշ թսկում է այս մատրասը, շուտ եկեք։ Kele bazı. Օտտվին գրամբոն, կապ։ Լույս է թվաղի մոտի։ Այս ամեն ինչը նկարելն ամենադժվարը։ Արախի ասենց ծակվել ես մատրասը, երթվում եմ։ Ես ալիքները չեմ կարում ձգեմ։ Ժողովուրդ այն դեղից պետք է գան։ Չգիտեմ, մեծ հույս ունեմ, որ ինձ կգտնեն։ Փորձեմ։ Կամերայի ձողը ախպել, լույսը վան։ Կապ, հա, բարձրացնում եմ, դուք շարժվել եք։ Հա, շարժվել եք։ Աշ թսկումը, արա թսկավ։ Արա ախպեր թսկավ էսի, արա։ Արա ժողովուրդ երթվում եմ, ես ընգնում եմ Սևանը։ Արա խնդրում եմ, հասեք շուտ։ Արա ես ինչ Քշեք եկեք, բարձրացնում եմ ձողը։ Բարձրացրել եմ ձողը։ Չի երևում տեղս։ Բարձր եմ պահում ձողը, տեսեք։ Ահա այս պահից սկսվեց իմ կյանքի ամենատանջալի կես ժամը։ Բանը նրանում է, որ տղաները ընդհանրապես ինձ չէին կարողանում տեսնել մթության մեջ, եւ այն լույսը, որը ես պահում էի, ընդհանրապես չէր լուսավորում, եւ նրանք այն չէին տեսնում։ Չենք տենում, բարձր բայի։ Աշ! Ստեղ եմ։ Լույս վանի։ Ձենս չլսար, որ գոռացի։ Արա չի կարա լսին ինձ։ Չէ, ես չեմ տեսել ձեզ, ուր եք դուք։ Մոտավոր է տեղնեն գոդե քեզ ենք թողել։ Ապեր չեք կարա դուք տեղելնեք, ես տեղ եմ։ Ապե, մի հատ ուշադիր նայեք, էլի խնդրում եմ։ Ում քեզի։ Այս ձողը մաքսիմալ բարձրացրել եմ, աշ։ Լույսը վանացա կոմոդի սպիտակ։ Հա, ապե, վառածա չեք տենում։ ախպել։ Վայ, հորս սարև ընգեր։ Ես ասում եմ դուք կան, զողի դեիք տալիս։ Զող բայություն է իրանում։ Չնկարած բարձրացրա։ Հələ փորձեք դեպի հետ լուսաբացի ափ գնաք։ Այդ ափի կողմ ենք այդ լուսաբացի։ Ապեր, հա, ես ոնց որ լուսաբացին եմ նայում։ Ապեր, դու ուղիղ եկել եք, դուք այդ նույն ճամփով պետք է գայիք։ Այն ճամփով եկել ենք դուք եկայ։ Արա հեսա բարձրացրել եմ ախպեր ձողը։ Ախպետ չեմ տենում, հենց հիմա ֆորում եմ ջոգի բան Ռամբոյի մեջ կայնած չեմ տենում քեզ։ Սապե դու շալդաբերի գրպների սարա։ Արա ոնց կարակ է չտենակ ախր։ Արա ես ինչ եղավ, հորս սարև։ Արա մի քանի վարկյան ու ես ափը ու ես մատրասը կոնկրետ կխորտակվի։ Չեն կարում ինձ գտնեն, ժողովուրդ պատկերացնում եք, այս մեծ լույսը բարձրացրել եմ այս եկա ձողով ու ինձ չեն կարում գտնեն։ Այստեղից ափ չեմ կարողանա լողանամ։ Չեմ կարում պտտվեմ դեպի այն կողմ, արա։ Միկա, Հա, Միկա, հա, լսում եմ։ որ լուսերն ես տենում, դա չի է որ միանման վարվում այդ լուսերը տենում են։ Հարցենա, որ ես չեմ կարում հետ պտտվեմ նստած ստեղից։ Մենք բանը ժրային պոլիսին ասում ենք, որ իրանքել օգնեն կտնեն քեզի։ Արա հենց հիմա ահավոր պանիչսկի ատակա եմ մոտը ժողովուրդ։ Տենում ես։ Ինչը։ Ինչը։ Դու մի հատ ուղիղ գծով իրար հետևից լույսեր առանձին տենում ես մի քանի մետրի վրա իրարից առան։ Հա, տենում եմ, բայց ես դեպի այն մյուս ափ եմ նայում, պատկասա լուսաբացից դուս ես գալի մյուս ափ, ես ուղիղ լուսնին եմ նայում, արա հորս սարև ժողով։ Լույսի ուղությամբ գալիս ենք այդ կողմ։ Տեսել եք լույսը, Այ, իմ լույսը տեսել եք, հորս սարև,
պատկերացնում եք, ժողովուրդ չի երևում, ոչ մի բան չեն տեսնում։ Օրս Սարև։ Այն եք այսպես բարձացնեմ մի հատ էլ։ Ես տեղ եմ։ Ուղղում ենք քեզի, ուղի գալիս են փողվրա։ Ես տեղ եմ։ Տենում ենք ոնցող քեզ։ Օգնեք։ Տենում եք։ Ահա։ Ոնցող տենում ենք քեզ, միք, լսում ես։ Ապե լսում եմ, տենում եք ինձ։ Հազիվ դեպք գալիս է։ Վայ, հորը Սարև։ Հազիվ գտեմ գաղ։ Հա, ապեր զգուշ ալիք չանեք էլի մենակ։ Ալիք չանեք մենակ ուժեղ։ Արա։ Շոր պատկերացնում եք ինչա կատարվում նավակը նատրասը համարյա թսկեց տղեքը նոր հասնում են։ Արանգերել կյակով սեյց բաչան է սարա Բավ չէ։ Սիրտներս կայնա վարա Այն փոլիս ենք ուզում զանգենք խոգայնով։ Հորը սարև ընգեր գիրես ոնց ենք աղբեր վախեց է Նկարում է համար։ Փոլիս ենք ուզում զանգենք խոգայնով։ Հորը սարև ընգեր գիրես ոնց ենք աղբեր վախեց է Նկարում է համար։ Օրա։ Մի րոպե։ Հորը Սարև ժողովուրդ չեմ հավատում որ տղեքը հասա։ Վերցնում ես։ Ով տապեսյան հա։ Ես շատ չեմ տենում է քեզ։ Աշ բռնել ես մատրասը։ Շուտ արա Միկա։ Հերի մեր ուժիսից է լկին Օրա։ ոնց ես Աբեսամ տալիքներ ա, չէ։ Դիջե պետք է։ Օ! Ես փրկվել եմ։ Հասա ոչ մեկը չան Նմանատիպ բան ոչ մեկ հանկարծ չկրկնի։ Դուք պատկերացնում եք այս ալիքների պատճառով նմանատիպ ձև ա գնում լամբոն, որովհետև ահա որ ալիքներ էր, ու այդ ալիքները դուք վիդեոյում զգացել եք, տեսել եք դուք այդ ալիքները, աշ ոնց ես, Բան, գշված։ բայց դու հասկանում ես այս ինչ պատմական վիդեո է, Չոպես դու ասել գնաց է հասել է իր ամենայինա սա ինձ թվում է Միկա Թանգյան յութուբյան ալիքի ամենավտանգավոր ու հետաքրքիր վիդեոն է։ Սիրելի ընկերներ, մենք հասանք ապ տղաները այս լամբոյով, այս մեգա արագ լամբոյով ամբողջ Սևանով պտտվեցին ու չէին կարողանում ինձ գտնել, ինչքան էլ ես այդ ձողը բարձրացնում եի ու հավատացեք այդ ձողը շատ է բարձրանում ու նույնիսկ այդ բարձրության վրա տղաները ինձ չէին տեսնում, այտենց մութ էր արդեն ու շատ կուզեմ շնորհակալություն հայտնեմ նրա համար որ ինձ փրկեցիք, գտաք իրոք լուսաբաց ռեզորտ, սիրելի ընկերներ, եկեք պտտվեք նմանատիպ լամբոյով։ Չգիտեմ, այս վիդեոն ես մեծ հույս ունեմ, որ շատ լավ դիտում կհավաքի։ Այս ոտերս կոնկրետ քարացել է։ Որո Կամաց ապեր, եզերի։ բացատրեմ ինչի եմ սենց աջուզաղ գնում, որտեվ այդ ալիքների ազդեցության տակ է այսքան ժամանակ ու ալիքները բարձրանում էին, աջ ձախ էր լինում ու կոնկրետ գլուխսել է հենց հիմա ահա որ ձևի պտտվում, բայց ինձ թվում է մենք հայկական YouTube-ի համար նկարեցինք մի վիդեո, որը կոնկրետ պատմական նշանակություն կունենա հայկական YouTube-ի համար, որովհետև նմանատիպ բան ոչ մեկ չէր նկարահանել ու մենք դա նկարահանեցինք։ Այս լամբոյին ստեսություն եմ ասում ու շնորհակալություն եմ հայտնում, որ ես փրկվեցի, դուք գտնվում եք Միկա Թանգյան YouTube-յան ալիքում, շնորհակալ եմ որ նայեցիք այս վիդեոն։ Արի անպայման այս վիդեոյի տակ ոչ թե հավաքում ենք 10,000 լայք, այլ հավաքում ենք
20,000 լայք։ Պայմանավորվեցինք ու անպայման բաժանորդագրվում ենք Միկա Թանգյան YouTube-յան ալիքին։ Բոլոր լինքերը Լուսաբաց ռեզորտի եւ բոլոր մնացածի կգտնվեն նկարագրությունների բաժնում։ Այո, մենք դա արեցինք, եկեք ծափարենք։